Սանա Երբեյան, Արցվիկ համայնքի Սպանդարյանի նախագծական ուսումնական հաստատության տնօրենն եմ։ Մինչ այստեղ աշխատելը 23 տարվա մանկավարժական աշխատանքային փորձ, աշխատել եմ Բենքաշելի արվեստի դպրոցում որպես դաշնակահար խմբավար, համատեղությամբ աշխատել եմ նաև Արտիկի 4 դպրոցում որպես դասվար, այժմ համատեղությամբ աշխատում եմ նաև Արտիկի պետական քոլեջ Գյուղակում որպես դասախոս։ 2022 թվականի ապրիլից արդեն աշխատում եմ այս խաղակում որպես տնօրեն։ Աշխատել ենք 30 սանով, հաստատությունների որ շփացվել, գործել եմ մարտի 15-ից նույն թվականին, ունեցել ենք 30 սան, այնուհետև սաների թիվը եղել է մինչև 50, բայց աստիճանաբար ներգրավել են հարևան գյուղերի երեխաները և կարիք է առաջացել մեր 2 խումբը դարձնել 3, որը լիցենզիա թույլ էր տրվում, 2-ից հասցրել ենք 3 խմբերի թիվը և այժմ ունենք 73 սան, ինչպես նշեցի, հաճախում են նաև Արևշարդ բնակավայրից և Գետառ բնակավայրից երեխաներ։ Մանկավարժական աշխատողները աշխատանքի անցել են մրցույթային կարգով և համապատասխանում են որոշ չափանիշների համապատասխան կրթությամբ։ Հիմնական աշխատողները բնակավայրի բնակիչներ են։ Այս պահին ունենք 21 աշխատող։ Աշխատակազմը շատ դրական մթնոլորտ է ստեղծում հաստատությունում, որը նաև ազդում է մեր կրթական և դասավճարական գործընթացի վրա։ Բարեկամական վիճակը շատ դրական է, ստեղծել ենք մի մեծ ընտանիք, որտեղ բոլորս լծված ենք երեխայի կրթության և դաստիարակության գործին։ Փոխադարձ հարգանք և միմյանց հանդեպ զսպվածություն ուսերը մեզ օգնում է մեր աշխատանքները իրականացնել էլ ավելի պատշաճ և դյուրի։ Կապը ծնողների հետ շատ ստացված է համարում, քանի որ անընդհատ համագործակցում ենք, երկուստեք աշխատում ենք մի խնդրի վրա, մենք պահանջների ընթացքում ծնողների ներգրավվածությունը կարևորում ենք և թույլ ենք տալիս, որպեսզի նրանք ևս մասնակցեն և տեսնեն խմբում տեղի ունեցող աշխատանքները, դաստիարակի աշխատանքը, իրենց երեխաների պահվածքը խմբում, կոլեկտիվում և խմբային աշխատանքներում։ 2024 թվականի սեպտեմբերին, երբ երեխաների մեծ մասը մոտ 20 երեխա դուրս մնաց հաստատությունում ընդունվելուց, առաջացավ 3-րդ խմբի անհրաժեշտությունը և ծնողների խնդրանքով նաև մեր դիմեցի պարոն Մոսկանյանին, պարոն Մոսկանյանը ընդառաջեց և տասնակեսից մեր մոտ նոյեմբերին արդեն կարողացանք ունենալ ձևավորել 3-րդ խումբը և այդ դուրս մնացած բոլոր երեխաները ընդգրկվեցին նախագծական կրթության մեջ, որի համար անչափ շնորհակալ ենք պարոն Մոսկանյանին և ոչ միայն այդ հարցում, ընդհանրապես բոլոր հարցերում և խնդիրներ առաջանալու դեպքում հարկասու չունենք, մշտապես մեր կողքին է, մեզ աջակցում է և սատարում է։ Կարծում եմ Սպանդարյան բնակավայրի համար մեր հաստատությունը կարևոր նշանակության հաստատություն է և քանի որ երեխաների կրթությունն ու դաստիարակությունը սկսվում է նախադպրոցական տարիքից, կարևորում և արժևորում է մեր հաստատությունը և մեր աշխատանքը։ Ես Ռուզաննա Լևիսյանն եմ, 2022 թվականի մարտի 15-ից աշխատում եմ Սպանդարյանի նախադպրոցական ուսումնական հաստատություն Գյուղակում որպես աշխատող, մասնագիտությամբ ֆինանսիստ եմ։ Տնօրենի հետ կատարված աշխատանքները մեր գնահատում են բարձր մակարդակի, կատարվում են տարբեր ֆինանսական միջոցների հաշվառումները, վարձավճարների հավաքումը, ինչպես նաև սննդի կազմակերպումը երեխաների համար, պայմանագրերի կնքում և այլ գործառույթներ։ Համայնքապետարանի հետ մեր համագործակցությունը գերազանց վիճակում է, մթնոլորտը այստեղ դրական է, բոլոր աշխատակիցների հետ դրական հարաբերությունների մեջ են գտնվում, ինչպես նաև երեխաների հետ։ Ու երբ Լուսիկի կատուն հիվանդ էր, Լուսիկը ում էր դիմել։ Այո։ Ես Տարտուի Հարությունյանս արդեն 3 տարի աշխատում եմ Սպանդարյանի նույնում։ Շատ լավ կոլեկտիվ, շատ լավ աշխատակազմ
իրոք մեր տնօրենի գլխավորությամբ Սուսաննա Եղոյանի որպես մարդ բարձր մագարտակով միշտ մեզ առաջնորդներ է ուսումնական հզորով, թե ինչ-որ ուրիշ հարցերում ես շատ գոհ եմ մեր մանկապարտեզից, մեր կոլեկտիվից։ Էլվիրա Մաթևոսյան, միջին խմբի դաստիարակ։ Սպանդարյանի նախադպրոցական ուսումնական հաստատությունում աշխատում եմ 2025 թվականի փետրվարի 14-ից։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր համայնքավետ պարոն Անան Ոսկանյանին, մշտապես մեր մանկապարտեզի կողքին լինելու, մեր խնդիրներով ապրելու համար։ Աշխատում եմ Արտիկ համայնքի Սպանդարյանի նախադպրոցական ուսումնական հաստատության մանկապարտեզում տարատարի խմբի դասիրակչուհի եմ։ Արդեն 3 տարի է ինչ այստեղ աշխատում եմ, շատ եմ սիրում իմ աշխատանքը, շատ շնորհակալ եմ հնարավորությունը ինձ ընձեռելու համար, սիրում եմ իմ աշխատանքը, փորձում եմ ամեն ինչ անել, որ փոքրիկների օրը հագեցած, բավանդակալից դարձնեմ, ես դրանից ինձ հաճույք ու բավականություն եմ ստանում։ Ես Նավա Հովհաննիսյանն եմ, աշխատում եմ Սպանդարյանի նախադպրոցական ուսումնական հաստատությունում որպես երաժշտության դաստիարակ։ Աշխատանքի եմ անցել մանկապարտեզը բացվելու օրվանից եւ այդ շատ եմ սիրում աշխատանքը, լինելով արհեստավար եւ փորձառու մանկավար, մանկապարտեզում աշխատանքը ավելի կարևոր է։ Ես ուրիշ էի պատկերացնում, բայց մանկապարտեզում երկու գործ ունես մատաղ սերնդի հետ, դու դառնում ես աշխատանքի ընթացքում մանուկ։ Մեր մանկապարտեզում ամեն ինչ մատուցվում է երեխաներին շատ գրագետ։ Իդեպս տնօրեն Սուսաննա Եղոյանի, ով տիրապետում է բոլոր ժամանակակից մեթոդներին, տեխնոլոգիաներին, ինչպես նաև զինված է գիտելիքներով, որը փոխանցում է իր մանկավարժներին, բոլորիս միասին։ Ես Խաչատրյան Մերին եմ, աշխատում եմ Սպանդարյանի նախադպրոցական ուսումնական հաստատությունում ավագ խմբում որպես դաստիարակ։ Սիրում եմ իմ աշխատանքը, քանի որ այն ինձ մոտիվացնում է, տալիս է ստեղծագործական նոր գաղափարներ, աշխատում եմ ջերմ միջավայրում, սիրելի կոլեկտիվում։ Ես Արմինե Պալոյանն եմ, աշխատում եմ Սպանդարյանի լուղում որպես բուժքույր։ Աշխատանքի եմ անցել 2022 թվականի մարտ ամսից։ Աշխատակիցների եւ տնօրենության հետ հարաբերությունները շատ ջերմ են, շատ գոհ եմ։ Իմ գործառույթը հետևյալն է, զբաղվում եմ առավոտյան երեխաների ընդունելության, դաստիարակների օգնականի հետ միասին, հետևում եմ սննդի պատրաստման ընթացքին, ճաշացուցակի, բաշխման եւ հաշվարկների իրականացմանը, հետևում եմ երեխաների սանիտարահիգիենիկ վիճակին, խմբերի մաքրությանը, պահպանում եմ ծնողների հետ կապը, երեխաների հիգիենիկ վիճակի հետ կապված, ինչպես նաև այլ հարցերով։ Այս պահին գտնվում ենք մեր հաստատության ռեսուրս սենյակում, որտեղ ստեղծված են հատուկ հարմարություններ ներառական երեխաների համար, որոնց հետ աշխատում են ՏՄԱԿ-ի մասնագետները շաբաթական 2 օր ռեժիմով, հատուկ դասացուցակով։ Քանի որ մենք մշտապես հաստատություն ունեցել ենք 3-ից ավել, 3-ից մինչև 6 թվով կզավուսաներ, այս սենյակի կարևորությունը, անհրաժեշտությունը շատ կարևոր եմ համարում։ Ես Նարինե Հարությունյանն եմ, աշխատում եմ խոհարար, մանկապարտեզում աշխատում եմ բացման օրվանից, 22 թվականից, շատ եմ սիրում իմ աշխատանքը, երեխաներին ապահովում ենք ամեն օր առողջ սնունդով, գոհ եմ իմ աշխատակիցներից, իմ գոլեգաներից, մեզ մոտ առողջ մթնոլորտ է, բոլորս ընկերական ենք, շատ գոհ եմ հատկապես իմ տնօրենից, եւ այսքանը։